Լավ, արի մի քիչ ավելի կոնկրետ խոսանք այս ամեն ինչի մասին։ Տես դու նշեցիր Արիմ Սոխակը, հա, նման ստեղծագործություններ, կոնկրետ ստեղծագործություններ մշակութացելով, հիմա ես նկատի ունեմ իրոք երգեր, բանաստեղծություններ, կտավներ, այսինքն կոնկրետ առարկայական շոշափելի ինչ-որ առումով ստեղծագործություններ, որոնք անընդհատ վերաբերվում են մի գեղագիտության, հա, որը չիրական հայաստանյանը։ Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ, Արիմ Սոխակը դու ասեցիր, Կիլիկիային նվիրված երգեր, ինչպես անհաս Փարքի ճամփա, հա, հիմա սենց որ մտածենք, ահագին օրինակներ կհիշենք, ինչ պիտի անենք հիմա մենք մեր մշակույթի այս շերտի հետ, արդյոք պետք է իր հետ ընդհանրապես ինչ-որ բան անել, խանգարում են մեզ այդ ստեղծագործությունները, այդ կոլեկտիվ տրավմային, կոլեկտիվ հիշողության վրա հիմնված, հա, մշակութային գործերը, գուցե այլ ազգերի օրինակներ էլ գիտես, թե ոնց են ուրիշները ինչ-որ պահի ռևիզիայի թեկուզես ենթարկում կամ ինչ-որ ռեֆլեքսիայի ենթարկում այդ մշակութային ժառանգությունը, որ կուտակվել է իրանց մոտ, ու ինչ անել դրա հետ, եթե պետք է մի բան անել։ Բնական համեմատությունը հրեաների հետ է։ Ես այդ համեմատությունը չեմ սիրում, այն առումով, որ միշտ տարվում է հայաստանյան ավանդույթում, որ այ տեսեք հրեաները ոնց են անում, մենք այդպես չենք անում, այդ վատ է։ Մի քիչ ոչ կիրառելի բան է գիտականորեն իմ համար, որովհետև շոան ու հոլոկոստը, հա, ու ցեղասպանությունը նախ իրանք տարբեր ժամանակներում էին ու հետո իրանք տարբեր քաղաքակրթական ցենզերի վրա էին այն առումով որ Գերմանիայի հրեա համայնքը Գերմանիայի հրեա բնակչությունը ու Օսմանյան կայսրության հայ բնակչությունը դրանք մեղմասես նույն բանը չէին եւ գերմանական ադմինիստրացիան ու Օսմանյան ադմինիստրացիան դրանք մեղմասես նույն բանը չէին Նոր եւ ժամանակները նույնը չէին, բայց ավելի սկզբունքային այդ ինչի եմ ասում, որովհետեւ նախարարների համար ավելի քիչ պրոբլեմատիկ էր այդ ամեն ինչը փաստաթղթավորելու հարցը, որովհետեւ գերմանացիք իրանք ամեն ինչ արդեն փաստաթղթավորած ունեին, ի տարբերություն Օսմանյան կայսրությունը տիպիկ արևելյան այդպես պետություն էր ուղղակի Դե կարող է հետո, հա, բայց ես ենթադրում եմ, որ այդ ցուցակներ եւ այլն իրանք չէին ունենա։ Դա ասես մի քիչ բարդակ պետություն էր, էլի, ընդհանուր առմամբ շատ բանարվող չէր այդպես, ու երկրորդը Գերմանիայի հրեա բնակչությունը քաղաքային բնակչություն էր շատ իսկ Օսմանյան կայսրությունը ուղիղ հակառակը մեծ մասայի բնակչության գյուղական բնակչություն ու քաղաքային բնակչությունից ով որ փրկվեց իր այդ փրկեց գաղափարներ, որոնք ապրիորի քաղաքային են Փիլիսոփայություն չի ձևավորվում գյուղական համայնքում ասկավես ու դու պետքա ինչ-որ ոնց ասեմ, ինչու Գերմանիայի գյուղ ասա ինչ-որ ես իմ ինչը Լուդվիգսֆելդը ոտ Լուդվիգսֆելը ոնց ասեմ պայմանական Հաննա Արենտը չէր կարա լիներ Լուդվիգսֆելի գյուղից հասկանում ես եթե ամբողջ բնակչությունը լիներ այդպեսին մենք չենք ունենա այդ ամբողջ գերմանալեզու հրեական փիլիսոփայությունը, որը շոայից հետո տարբեր երկրներից սկսեց գրել ու վերլուծել ու կոնտեքստ տալ ու ոնց որ իր վերապրումը փաստաթղթավորել։ Հիմա մենք վերցնում ենք մեր վերապրածների խառը-խշտիկ պատմածները ու փորձում ենք տեղավորենք այս հրեական բանի մեջ, հա, բայց դա տարբեր փորձեր է։ Այ ավելի շատ ըստիս այդ առումով Այսինքն ռեֆլեքսիայի այդ տեսակը մեր համար ոչ լրիվ է կիրառելի ու այդ արվեստի արտահայտչամիջոցները, որ իրանք դրել են, ակնհայտ է, որ դա ունի օբյեկտիվ պատճառներ, թե ինչա տարբեր, հա, ասենք հոլոկոստի մասին կա այդքան շատ կինո, որովհետև ֆինանսավորվել է այդքան շատ կինո, ցեղասպանության մասին ավելի քիչ կինո է ֆինանսավորվել, շատ ավելի քիչը Հայաստանի կողմից, օքեյ Այսինքն դա շատ օբյեկտիվ պատճառ է։ Օբյեկտիվ պատճառը խորհրդային միությունը, որը ինչ-որ ժամանակ մեզ փակած է եղել այդ թեմայից, ու մենք եթե շատ էլ ուզենայինք ֆինանսավորեինք, տարբերակ չունեինք։ Դա այսպես ասած շոշափելի պատճառներն են։ Բայց ոչ շոշափելի բանն է, որ մենք ռեֆլեքսիայի մեր ձևը դեռ փնտրում ենք։ Ինչի ամեր տրավման մնաց է այդքան չլուծված։ Ու ինչի ինքը դեռ տեղ ունի ներկայացվելու արվեստում։ Ու ինչի ես կարծում եմ, որ հիմա շուտ է իրան հանելը օրակարգից։ Իրան կարելի էր հանել
ինչ որ ժամանակ հետո քիչ-քիչ, եթե դու կարծում ես, որ դա քո քաղաքականությանը խանգարում է, ինչը կարա լինի։ Նրբորեն քիչ-քիչ առանց այդ մասին հայտարարելու, հասկանու՞մ ես դու։ Չես կարա օրինակ պատերազմից նոր եկած այդ PTSR-ը ինչա, այդ սինդրոմով մարդու ասես դե հեսա քեզ թաթա եմ միացնում բարի։ Դե չկարաս ասես, բայց մարդը ինչ որ պահի, ինչ որ վատ բան է անելու, որովհետև ուղղակի այդ մարդը տրավմատիզացված է։ Բայց եթե դու քիչ այդ մարդուն հանես այդ վիճակից ու հետո մի օր պատահական տանես քո ծնունդին ինքը թաթայի տակ վերկենա ինքը բարի, օքեյ է, չէ՞։ Այսինքն ֆեստիվալ կազմակերպել, պարացնել մարդկանց չի բուժում պատերազմից։ Չէ, չի բուժում, բայց կարա օգնի։ Բայց ոչ է որ դու հայտարարում ես, որ տոնը արա։ Բարեկարա։ Այդ իմպերատիվը ես չեմ պատկերացնում ոնց նույնիսկ վախենալու է այն առումով, որ երբ որ տենց նու իհարկե մենք դեռ չգիտենք ինչքան կսեղմվի դեռ նորա։ Էլի սոցիալիզմի օրինակով կարող է ինքը ուղղակի ֆինանսավորման այսպես ուղղորդիչ հանդիսանա։ Կարող է ցենզուրայի ուղղորդիչ հանդիսանա։ Կտեսնենք ոնց կլինի, բայց եթե ինքը դառնա ցենզուրայի ուղղորդիչ, ինքը պայթելու է մի օր հակառակով։ Այսինքն կարող է հիմա օքեյ մենք ունենանք մենակ կոմեդիաներ, ֆեստիվալներ, փառատոններ եւ այլն, հետո 20 տարի հետո մենք ունենանք մենակ ֆիլմեր տրավմայի մասին, մենակ, չգիտեմ, ինչ-որ լացած գործեր եւ այլն, չգիտես դա ոնց որ կգա։ Դրա համար ես կարծում եմ, որ ուղղորդումը լավ է։ Բայց նուրբ, որովհետեւ մենք դա դեռ չենք վերապրել։ Մենք ցեղասպանություն դեռ չենք վերապրել, այդ իմ ասած պատճառներով մենք չենք գտել վերապրելու ձևը, վերապրելու արտահայտչամիջոցը։ Մենք հիմա ուղղակի վերցրել ենք այդ հրեական էլի հիմնականում գերմանալեզու կամ անգլալեզու ինչ որ արտահայտչամիջոցը, փորձում ենք իրարենք մեր վրա վերապրենք։ Հասկացա ես։ Պետքա քիչ ստեղծվի այդ ամեն ինչի հայերենը։ Ես ուզեի շատ որ ստեղծվի այդ ամեն ինչի առնվազն արևելահայերենը, որը չի լինի ռավիզ։ Նուրբ է պետք աշխատել թեմայի։ Ահա, ու երբ որ արդեն զգում ես վերջ մարդիկ դուրս են գալիս, նոր կամած թաթալ միացնես։ Քիչ ձենը բարձրացնես։ Իսկ դες Ժասմին, մի քիչ պրովոկացիոն դարձնեմ նույն հարցը, որը տալիս ես։ Օրինակ դու կարող ես պատկերացնել, որ մենք կարող ենք հասնել ցենզուրայի մի մակարդակի, երբ արգելվի օրինակ, մենք քիչ էինք, բայց մեզ հայ են ասում բանաստեղծությունը որպես շովինիզմ, արգելվի, մենք խաղաղ էինք մեր լեռների պես, դուք հողմերի պես խուժեցիք վայրագ, բանաստեղծությունը որպես քսենոֆոբիայի արտահայտում։ Հնարավոր է մենք հասնենք այն նման ռևիզիոնիզմի այդ մեր մշակութային արժեքների, որոնք ունեն իրենց օբյեկտիվ պատճառներ, թե ինչի են գրվել, գիտենք նաև ում կողմից են գրվել, բայց համենայն դեպս գրվել են ու եթե տենց խոշորացուցով սկսենք ման գալ, նույնիսկ սոխակը, հա, քո նշած տողեր կարելի է, հա, կարող է հասկացվի որպես ինչ որ չգիտեմ ռևանշիզմի, միլիտարիզմ, փոքր տարիքից այ հայրը բարուրի տարիքից երեխեքին ինչ որ սովորացում են զինվոր լինել եւ այլն, կարող ենք մենք հասնել այդ մակարդակին։ Դու տեսնում ես մեր մեջ այդ պոտենցիալը։ Մենք ամեն ինչի կարող ենք հասնել։ Կամքի ուժ ունենանք եւ ամեն ինչի կարող։ Եվ մեզ դա ինչ կտա։ Ոչ մի տիպի բռնապետություն բացառված չի, ոչ մի տիպի ցենզուրա բացառված չի, զուտ են պատճառով, որ մենք դրա օրինակները ունենք տարբեր երկրներում, տարբեր ժամանակներում, նորից մենք ինչքան է մեր բացառիկության գիտակցության փոփրենք, մենք վակուումի մեջ չենք, մենք երկրի մոլորակի մաս ենք, ոչ մի մարդկային բան մեզ օտար չի, հայտնի բանում։ Այդ մեկ ու երկրորդ պրինցիպի ոչ մի իշխանության համար բացառված չի Ստալին դառնալը։ Տենց մարդ չկա, այսինքն Միքայել Հրեշտակապետին բերես դնես ինչ որ իշխանության, ինչ որ ժամանակ հետո ինքը հանգիստ կարա դառնա ձեր նախընտրած բռնապետը։ Դրա համար, այս իմ դաշտը չի, բայց դա դրա համար գոյություն ունեն այդ լծակները, հակակշիռները, որովհետև բացարձակ իշխանությունը բացարձակ խփում է մարդուն։ Այդտենց, բայց եթե մենք չունենք հակակշիռ, բայց նույնիսկ ոչ մի բան էլ կանխորոշված չի։ Բայց դու կարծում ես, տենց բան կարող է տեղի ունենալ միայն, եթե մենք հասնենք ինչ որ
ամեքս մեր սրտի բռնապետի օրինակով այդ մոդելի պետության, թե ինչ որ ներքին համոզմունքի, որ այդ ամեն ինչը մեզ վնասում է ու ավելի լավ կլինի մենք այդ բանաստեղծությունները չարտասանենք, այսինքն նոր սերունդը գոնե ինձ թվում է մենք այդ բանաստեղծությունները չենք կարել, մենք դրանք արդեն իսկ գիտենք, այդ ներքին ընկալումը, որ գուցե հենց կոնցեպտի փոխելը ոչ թե բռնապետության հետևանք է, այլ գիտակից որոշման արդյունք։ Գիտակից որոշման արդյունք ամբողջ ազգի կողմից չի լինում այդպես բան։ Այսինքն չի լինում այդպես, որ բոլոր քաղաքացիները մի օր հավաքվեցին ու գիտակից որոշում կայացին։ Լինում է Սևակին ու Շիրազին հայտարարեցին տրավմատիկ այդպես բան։ Նախ միշտ կան շրան համաձայններ, եթե ասենք, այնց արշիլու քվեարկության է դրվելու, բայց այդ դրվի քվեարկության միշտ կան անհամաձայններ։ Եթե ինչ որ պահի, ինչ որ մի համայնքի համար ինչ որ մի բան հնացած է, ակտուալ չի, թշնամական է կամ վնասական, այն ուղղակի դադարում է դա անել։ Վերջ նորից բնական է տեղի։ Այո, դա նվազում է, առավել կամ պակաս արագ կամ դանդաղ, բայց վերջ ինքը դուրս է ու դու այդ մասին հետո չես հիշում։ Այդ են հերոստրատի, բայց գիտես, մոռանալ հերոստրատին, բայց հերոստրատին հիշում եք, իսկ լիքը ուրիշ բան չենք հիշում, որտեղ հերոստրատը բզբզում էր, որտեղ ինչքան քիչ բզբզած։ Հա, այնքան։ Եթե արգելվել է, կամ չունի որ բանաստեղծություն, հասկանում, ցիտիկ մոտարին արգելվի, որ բան չի, վերջ ուրեմն մենք հասել ենք բռնապետության, հա, այդ մակարդակին, ու կամ ավտորիտարիզմի այդ մակարդակին կամ լիմդաշտը չի հասելու, բայց եթե ինչ որ բայ արգելվում է ինչ որ X բանաստեղծություն, արգելվելը նկատի ունեմ, երբ որ դա արգելված է, ոչ թե որ ասում են օրինակ ավելի լավ է դպրոցական դասագրքերում չդնենք, չէ, հենց արգելք դրվի։ Հա, եթե արգելված է, նենց ոնց որ գրախանութում տեսնեն, այսինչ գրողի գիրքը կարող է գրախանութը փակեն, դա արգելված է։ Այսինչ գրողին տեսնեն հրատարակչատունը, կարող է բռնեն տանեն բանդ եւ այլն, դա ուսեն ասում բռնապետություն, հա, նու կոնկրետ ազդեցություն է այդպես բռնապետական, եթե դա եղավ, նորից կապ չունի դա ինչ որ հայրենասիրական բանաստեղծությունը, սոխական է, թե ցիտիկն է։ Որ բան դու տեսնում ես կոնտենտը արգելվեց պետական մակարդակով, ուրեմն հասել ես այդ մակարդակին։ Այդպես մենք բոլորս միասին եթե գանք ինչ որ բանի, որ մեզ պետք չի, ես իմ անուշ Հայաստանի, պետք չենք ասի, ինքը ավտոմատ դուրս կգա։ Այդ նույն կոնտեքստում բռնապետությունից խոսացինք, ուզում եմ մի հատ էլ հասկանանք հիշողության քաղաքականությունը եւ ինքը այտենց մշակութային քաղաքականության ենթատեսակա, չգիտեմ։ Ինչքան ես լսել եմ այդ տերմինի մասին, միշտ լսել եմ բռնապետությունների հետ կապված սովետական միության լավ չի դեպք։ Այսինքն ինչու։ Հիշողության քաղաքականությունը, երբ որ դու փորձում ես ձևավորել ազգի հիշողությունը, այսինքն ինժեներիայի ենթարկել հիշողությունը, հա։ Այդ ոնց որ հաղթանակի շքերթները։ Հա, այ դրա չտարբերակողը չի կարող լինել, որ այսինչը պետք չի հիշել, այսինքն ոչ թե ձևավորես ակտիվ ինչ որ հիշողության էլեմենտներ, այլ հիշողությունից ակտիվորեն փորձես հանել այդ էլեմենտները։ Մի մտածեք փղի մասին հիմա, բոլորդ մի մտածեք փղի մասին։ Հա, տեսնում։ Այդ անեկդոտը դա։ Դե բայց եթե հիշողության քաղաքականություն որպես փորձեր եղել են, չի ստացվել, սովետը նույնիսկ չի կարողացել այդ հիշողության քաղաքականությունը մինչև վերջն ու մեզ հայերից մոտ ձևավորի, բայց փորձեր լինում են, չէ։ Նախ հիշողության քաղաքականությունը ինչ որ բադ բան չի։ Իրան կարելի անել վատ ձևով նորից։ Իրան կարելի անել վատ շրջանակների մեջ, ինքը կարող գնի վատ մարդկանց ձեռքը։ Բայց հիշողության քաղաքականությունը վատ բան չի, նույն, չգիտեմ, Գյումրի երկրաշարժի հավերժացումը, երկրաշարժի զոհերի, հա։ Այդ թվում լիքը անեկդոտներ կան, օրինակ։ Իրոք ծիծաղալու պատմություններ կան այդ մասին, դա էլա չէ հիշողության սովորության, հիշողության քաղաքականության մի մաս։ Դա ինչ որ կարող է ժողովրդական քաղաքականություն է, բայց ամեն դեպքում ինքը իրանով վատ բան չի, ինքը շատ տարբեր ֆորմաներով գոյություն ունի։ Դու կարաս տնես ցայտաղբյուր, կարաս պատմություն պատմես, կարաս երգ գրես, կարաս ուղակի հեքիաթ պատմես եւ այլն, ինքը շոշափելի ու ոչ շոշափելի լիքը ֆորմաներ ունի։ Ու ինքը իրանով վատ բան չի։ Ինքը իրանով երբ որ բայց փորձում ես հենց ինժեներիայի ենթարկել հիշողությունը։ Էլի վատ բան չի։ Էլի, այսինքն նայած նույն Գյումրին հիշեցիք, չէ՞։
Ենթադրենք դու ունես Գյումրի երկրաշարժի վերաբերյալ հիշողության ընդունենք ուղղորդվող քաղաքականություն, հա։ Բավականաչափ այդ հիշողության վրա ռեֆլեքսիա անելու դեպքում դու հաշվի ես առնում, որ, չգիտեմ, Գյումրիում հաջորդ անգամ շենք սարքելուց պետք է շարքել նորմալ սեյսմիկ կայունությունը հաշվի առնես, որովհետև այդ հիշողության մասը այն, որ այդքան սով չպիտի լիներ։ Այդ բալային, հա, երկրաշարժից ու դա եղել է մարդկային ինչ-որ խալատիստի պատճառով։ Այսինքն ամեն տրավմա, որ եղել է ու որը պետք է հիշել, ինքը իր հետ վերում է իր դասերը, հա, էլի չեմ սիրում այդ դասեր քաղալու բանը, բայց վերում է իր օգուտը, պրակտիկ իրոքը շոշափելի օգուտը, հա, նույն երկրորդ համաշխարհային պատերազմից Եվրոպան կարեցավ ռեֆլեքսիա անի, հավաքի իր շոշափելի օգուտը։ Ինչի համար այդքան մարդ հիմա ուզում է այնտեղ ապրի։ Նայած դա ոնց կօգտակ, բայց եթե դու ասես ինչ որ մոռացության, ասած ոչ թե հիշողության քաղաքականություն, այլ մոռացության քաղաքականություն, էլի հերոստրատին։ Ասենք, հա, խորհրդանությունը օրինակ ցեղասպանության հետ կապված, վարում էր մոռացության քաղաքականություն, պայմանական մահարու, որ այդ մասին գրում, դա բայց ինչ։ Այդ խանգար, այսինքն ինչ որ մի մարդու կյանքի տևողության օրոք, հա, ասենք նույն Ստալինը կարա համարի, որ իր քաղաքականությունը հաջողվեց, որտեղ ինքը այդ քաղաքականության ձախողումը իր կյանքի օրով չտեսավ։ Ինքը մեռավ այն մտքով, որ ինքը ամեն ինչ լավ է արել ու ստացվել է իր մոտ։ Երջանիկ մեռավ մարդը երևի այդ առումով։ Բայց արդյունքում ինչ կպաս Ստալինը մեռավ 56 թե 57 թվին, 56 բանի ցույցերը սկսեցին երբ 63-ի 65-ին, 65-ին։ Այսինքն պատմական 12 տարի։ Ուրիշ բան է, որ դու քո համար շատ կարևոր է, որ քո կյանքի օրոք ոնց որ դու ոչ մի անհանգստություն, անհարմարություն չունենաս, իսկ ինձ հետո թեկուզ ջրհեղեղ, դա էլ քաղաքականության տեսակ։ Ու այդ դեպքում դու էլ հավանաբար ինչ որ երջանիկ կմեռնես իմանալով, որ դու քո ուզածին հասար, բայց արդյունքում ես չգիտեմ դեպք որ մոռացության այս ուղղորդված քաղաքականությունը չէ, նորից չբուժված տրավման չի մոռացվում, այսինքն ինչ որ ցավա տալու էլի, հա, ավելի հեշտ է թողնել այդ անտերը բուժվի սպիանա, ու երբ որ ինչ-որ բան չի ցավում, ավելի հեշտ է այդ մասին մոռանալ։ Եթե քեզ պետքա որ մոռանալ, ավելի հեշտ է թողես բուժվի։ Բայց սովորաբար ինչ-որ բարձրաստիճան քաղաքական ուժերը չեն հասնում այդ մտքին։ Չգիտեմ ինչ։ Որովհետև չգիտեմ ինչի լավն էր։ Վերադառնանք այդ տրավմայի թեմային ու սփյուռքը հայերին, ես ասացի մի պահելի հետ կգանք այս թեմային, մի քիչ sense երազենք կամ, չգիտեմ, ռոմանտիզմի տանք մեզ, հա, ես 10-րդ դարի առաջի կեսը սիրելի ժամանակաշրջան է։ Տես դու ինքդ ասցիր ու ինձ թվում է բոլորս գիտենք, որ վիրավորված են սփյուռքում, ինչ որ չգիտեմ, դավաճանված են իրանց զգում, նաև չգնահատված են զգում, նաև ինչ որ sense դանակներ են զգում մեջքից, հա։ Մյուս կողմից Հայաստանում կա այդ ահագնացող վտանգը, այսինքն այդ պատկերացումը, որ սահմանին մենք ենք կանգնած, մեր երեխեքն են կանգնած, որ զոհ է լինում, հայաստանցի է լինում այդ զոհը, ու առաջանում է ինչ որ կոնֆլիկտ, հա, այս երկու խմբերի միջև, երկու կողմի մոտ էլ կան ինչ որ հաբիտաներ, sense ինչ որ տրավմաներ, վերքեր, նաև դատարկություն, խառը էմոցիոնալ վիճակ է մի խոսքով, ու շատ հնարավոր է, որ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման փուլում նույնիսկ այս կոնֆլիկտը խորանա, այսինքն կարգավորելով մի կոնֆլիկտ հարևանների հետ, մենք ստանանք լրիվ ուրիշ կոնֆլիկտ, գուցե ինքը ռազմական տեսանկյուն, ոչ թե գուցե, այլ ռազմական տեսանկյունից փառք Աստծո նույն կոնֆլիկտը չի, բայց ամենաօպտիմալ տարբերակը չի կոնֆլիկտ լուծելու, երբ որ դու փոխարենը ստանում ես այլ կոնֆլիկտ։ Հայաստանի Հանրապետությանը թշնամաբար վերաբերվող կլինի դա հայ թե ոչ հայ, ոչ մեկն էլ չենք ուզի ունենանք, կարծում եմ։ Ես չէի ուզի, որ ինչ-որ մեկը թեկուզ հայ ու առավել եւս հայ Հայաստանի Հանրապետությանը թշնամաբար վերաբերվեր։ Հիմա սենց Հայաստանում
ուզենք չուզենք, խոսանք դրա մասին, թե չխոսանք, փորձ է արվելու նույնիսկ մշակույթը այ հենց այդ նախագծով ուղղորդել ավելի դեպի արևելյան Հայաստանի կողմ։ Այս ես հələ դրական եմ փորձում դրան նայել, այսինքն հույս ունեմ, որ ոչ թե այն մեր խոսացած արատավոր երևույթներն են փորձվելու ինչ որ բզբզալ եւ այլն անունը տնենք, այլ փորձ արվելու, ասենք, այսինչ սիմվոլների կշիռը, հա, նվազեցնել արևմտյան Հայաստանի հետ կապված օրինակ փոխարենը փորել գտնել արևելյան Հայաստանի սիմվոլիկա ու ուղղակի տենց իրենց կշիռները փոխել մեր մշակութային գեղագիտական առօրյայում ինչ որտեղ հասկանալի է որ դա անելու են հուսամ գոնե այտենց ոչ թե մերժելու գնով արվելու այլ ուղղակի կշիռները փոխելու հիմա այս ամբողջ կոնտեքստում հնարավոր չի նույնիսկ ինչ-որ կերպ բաժանել, գուցե սա էլ արդեն ինժեներ է, որը չի կարելի մշակույթի ոլորտում, բայց ասել, որ Հայաստանի Հանրապետությունը արևելյան Հայաստանի ժառանգորդն է, Սփյուռքն էլ տենց որպես հավաքական, այդ օրիգինալ Սփյուռքը, հա, արևմտյան Հայաստանի ժառանգորդն է, ու իրան տրվում է այդ արտապատվիրակում ենք, այդ բառը հիմա քաղաքական կոնտեքստ է ստացել, բայց այդ իրանց փոխանցում ենք այդ սուրբ գործը արևմտյան Հայաստանի մշակույթը պահպանելու դրանով իրանց նորից ինչ որ արժևորելու իրանց այդ ցույց տալու որ դուք մեզ համար կարևոր եք պետք չի դեպրեսիայի տեղեր խմել ահա ձեզ ինչ որ գործիք խաղացեք եւ ուրախ եղեք զբաղվեք չէ բայց բոլորը իրանց արժևորված կան բոլորը ունենան իրանց ինչ որ միսիան հա իրանց առաքելությունը հատկապես Սփյուռքը շատ լուրջ է վերաբերում այդ հայապահպան առաքելությանը մարդիկ ոնց դու ես ասում գործից հետո լրացուցիչ հավելյալ հայերեն են սորում իրանց դրա համար չեն վճարում ոչ մեկը շնորհակալություն չի ասում իրանք դա որպես առաքելություն են ընկալում ու այդ արևելյան ու արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը ոչ թե ջրբաժան քաշել, այլ Հայաստանում ավելի շատ ուշադրություն դարձնել արևելյան Հայաստանի մշակութային ժառանգությանը, սիմվոլների հարցում, Սփյուռքում արևմտյան Հայաստանի ու դրանով իսկ մեզ ընդհակառակը նորից համերաշխության բերել, ինչ որ բոլոր վերքերն ու իր վիրավորանքները փորձել շտկել, հարթել, գալ ինչ-որ կոմպրոմիսի ու չստանալ նոր կոնֆլիկտ, առկա կոնֆլիկտները լուծելու ճանապարհին։ Շատ ռոմանտիկ է հնչում Ժասմին։ Ես մի քանի հարց ասեցի։ Նախ դեպրեսիայի դեղեր խմել պետք է, եթե դուք ունեք կլինիկական դեպրեսիա, ախտորը շված խմեք ձեր դեպրեսիա։ Անտիդեպրեսանտները դրանք լավ բան են, այդ մեկ։ Երկրորդը, նախ հիմա տենց էլ կա, այսինքն պայմանական մենք հայկական դպրոցներ, հայաստանյան դպրոցներում անցնում ենք շատ քիչ արևմտահայերեն գրականություն, օրինակ, Լիբանանի հայկական դպրոցներում իրենք չեն անցնում արևելահայ գրականություն, իրենք անցնում են մեծարեստուրյան, շական Շահնուր եւ մնացածին մերոնցից կարողա չարենց կամ Թումանյան մեկն ու մեկը այսինքն շատ քիչ է այսինքն փաստացիությունը որ նա գրականության ոլորտում կարող ասեմ այդպես էլ կա փաստացի այն ինչը որ արևելահայերը արևմտահայերեն արևելահայերի եւ արևմտահայ մշակույթի տեսանկյունից դա մեծամասամբ գրականությունն է որտեղ մեզ տարբերակող հիմնական այսպես բանը շոշափելի լեզուն է դրա համար այսինքն չկա այդպես որպես այդպես ինչ արևմտահայ նկարչություն Չէ, բայց հիմա տեսնեմ անին ու նոր մեռնեմ։ Տեսնեմ անին ու նոր մեռնեմ, արևելահայերեն երգա։ Հա, հասկանում եմ, բայց արտապատվիրակենք։ Ինձ թվում է, որ հա, այդ քաղաքական նպատակով էլի։ Հասկացա, բայց ինքը բաժանում է ստեղծելու, որը ինչ։ Նախ պետք է հասկանալ, որ արևմտահայ մշակույթը ինչ է ինքը այդքան շատ ներկա արևելահայ իրականության մեջ։ Դա ներգաղթը։ Չէ, բացի ներգաղթից ինչ է ինքը այդքան շատ, որովհետև հայ, այսինքն մինչև այն պահը, երբ որ իրանք կհասկանային, որ իրանք արևմտահայ արևելահայ են, այսինքն մինչև այդ տերմինները կհայտնվեր, հա։ Հայ մշակույթի, հայ համայնքների, հա, կայսրությունների մեջ ապրող հայ համայնքների կենտրոնները, որոնք էին Պոլիս, Ստամբուլ, հա, Պոլիս։ Այն ժամանակ, հա, Պոլիս, Թիֆլիս, Մոսկվա։
Թիֆլիսն ու Մոսկվան արևելը հայերին են, մեկը արևմտահայերն են։ Հիմա այն ինչ որ Թիֆլիսում էր ու այն որ Մոսկվայում էր, ձուլվել է շատ մեծ չափով վրացական եւ ռուսական մշակույթին։ Դրա համար մենք ասում ենք, որ Արամ Խաչատրյանը մեր կոմպոզիտորն է, ռուսները ասում են, որ իրանց կոմպոզիտորն։ Օրինակ, Վրաստանի ճարտարապետությունը իսկ Պոլսում ինքը չի ձուլվել Օսմանյան բանին։ Նախ որովհետև շատ արագ փլվեց, հետո Օսմանյան այդ ամեն ինչը Աթաթուրքը եկավ ինչ որ ավելից թափեց, եւ որովհետև ինքը չափազանց օտար էր։ Ինչ որ, այսինքն այն ինչը պետքա ձուլվեր, ինքը ի սկզբանե թրքալեզու էր, այսինքն այն ինչ որ հայ մարդիկ էին անում, բայց նրանք ի սկզբանե անում էին թրքալեզու։ Ու դա գնաց, բայց այն ինչ որ հայալեզու էր, ինքը ձև չուներ ձուլվելու եւ այլն։ Դրա համար այստեղ, այսինքն չեմ կարող ասել, որ այնտեղ ավելի շատ բան է ստեղծվել, քան այստեղ։ Կարող է ինչ որ համաչափ հավասար է ստեղծվել, բայց արդյունքում այնտեղից շատ բան է մնացել, որովհետեւ այն հայկական ճարտարապետությունը, որը ստեղծվել է Թիֆլիսի համար, ինքը մնացել է վրացիներին, իսկ Անիի մարտաճառը թուրքերին չի մնացել, ինքը շարունակում է լինել մեզ համար, հա, վստահ է, որ ինքը փաստաթղթերով է կադաստրի մշակութային է, այսինքն ոչ նույնիսկ թուրքերը չեն ասում, որ դա իրաց մշակույթն է հասկանում։ Դե բյուզանդական են ասում, բայց բյուզանդական չեն ասում, չէ, ուրեմն որ հայկական, այսինքն ասում են հայկական։ Մոտ գրած է բյուզանդա, ես գիտեմ որ Վանի բան, մոտ գրած է որ հայկական է։ Անին բյուզանդական քաղաք է, իհար։ Համենայն դեպս թուրքական չի, հա, չի ձուլվել ինքը չի ձուլվել։ Վանինը ես հաստատ գիտեմ, Վանինը հայկական բան է մաղթամարը։ Այսինքն ինչ որ հետո ոնց որ թուրքերի խոստովանել է այդքան էլ հիմք չի մեզ, չէ՞, բայց այդ բայդրությամբ բայց ում հասկանամ ակնհայտ է, չէ՞, որ դա ձուլված չի Օսմանյան մշակույթի, նախուր Օսմանյան մշակույթը, հետո այդպես դրա համար ինքը այդքան շատ է, այսինքն հետո ներգաղթի հետ իրանք այդ ամեն ինչը եկավ, կար տեղ, դատարկ ազատ տեղ, ինքը լցվեց այդ տեղը։ Եթե մենք Թիֆլիսից Մոսկվայից այդ ամեն ինչը նույնությամբ այդպես բերենք այստեղ, այդ տեղը չէր լինի, որ Սփյուռքի համայնքը բերի։ Հետո ամբողջը չի եկել։ Այ հիմա որ ես Սփյուռքի ինչ որ գրականություն Սփյուռքի մշակույթ եմ ուսումնասիրում, հասկանում որ իրականում կեսից քիչն է մեր մոտ եկել։ Շատ բաներ մնացել է Լիբանան, շատ բաներ մնացել է Փարիզ, շատ բաներ մնացել է, չգիտեմ, Ամերիկա։ Դες չի որ ամեն ինչ եկել է։ Ահա հիմա դնել այդ ամեն ինչը առանձնացնել, նախելի մենք տեղը կստանանք դատարկություն, որը մենք չենք կարող արդարացնել, որտեղ ինքը ժամանակի մեջ չէ։ Այսինքն դու չես կարող 30-ականների արվեստը հիմա լցնես։ Հիմա այստեղ, բայց հիմա մենք հակառակ վիճակ ունենք, այսինքն հիմա Սփյուռքում ավելի քիչ հայախոս մարդ կա, հետեւաբար օրինակ ավելի քիչ հայերեն գրող մարդ կա, հետեւաբար ակնհայտորեն հիմա ստեղծվում է ավելի շատ արևելահայ գրականություն։ Ու ինչքան էլ հիմա ընդունված է քննադատել արևելահայ գրականությունը, այդ շատի մեջ, քանակի մեջ ինչ որ պահի դուրս կգա լավ որակյալ ինչ որ բան։ Արևմտահայերեն շատ քիչ բան է ստեղծվում հիմա։ Ու ինչքան գնա, այնքան ավելի քիչ, որովհետև այդ այսպես երկրորդ սերունդը վերապրածների իրանք արդեն շատ ծեր են։ Ինչ որ պահի իրակ չի լինի։ Երրորդ, չորրորդ սերունդը էլի շատ քիչերն են բանանում։ Քիչ բան է։ Ու հիմա դնել դա հակադրության մեջ ինչ որ բան, որը sense տենց մարելու է հակադրությունը։ Ինչ որ պահի դու պետքա կարողանաս ժամանակի մեջ տեղավորել։ Այսինքն կարծում ես տեսնել անին ու նոր մեռնելը ժամանակի մեջ ինքը ուղղակի կկորցնի մի պարտիականությունը, որովհետև օրինակ սահմանները կբացվեն, մենք sense tendenz կկարողանանք Գյումրիից մի ժամում հասնել անի, գնաց մեռնում։ Ու ինչ որ սերունդներ կգան, կասեն են ուր են մեռել, տենաս նստեն գնաց քվայմներ չի հասել գնան անին, տեսնեն հետ կան, երկել են։ Ուղղակի տեսնեմ անին նոր մեռնեմը, էլի Արցախի ես ամեն ինչ հետ կապված, շատ երկար ընկալվում էր ոչ թե տեսնել մեռնելու, այլ անին հետ ստանալ նոր մեռնելու, ինչ որ անին մերը լինի նոր մեռնի։ Հա, ան մեր լինի։ Հիմա ես վերջի մի 10 տարին գոնե չեմ հանդիպել մարդու, որը լուրջ մտքեր ունի, որ անին մերը լինի։ Առնվազն Հայաստանում ինձ թվում է։ Հայաստանում, հա, դրսում է։ Անկեղծ ասած, ես վերջի 30 տարում էլ չեմ Հայաստանում։ Չէ, ես մի խմբակ գիտեմ, բայց իրենք 10.5 հոգի են ու բոլորը 7-ական երեխա ունեն, դրա համար շատ զբաղված են, հաստատ չեն գնալու անին գրավել։ Էլի բզբզալ պետք չի, ինձ թվում հակադրություն պետք չի, Սփյուռքի հետ պետք է խոսալ։
Իմ շատ սիրելի բրիտանական դոկտոր Հու սերիալ կա գիտես։ Ամբողջ այդ պերսոնաժը, որը գոյություն ունի 1968 թվականից մինչև հիմա, այդ ամբողջ պերսոնաժի գոյության իմաստն է, որ ինքը պարբերաբար գնում է տարբեր կռվող կողմերին ու ասում է sit down and talk։ Նստեք խոսացեք, մենք Սփյուռքի հետ ունենք նստել խոսալու խնդիր։ Մենք այդ խնդիրը ունենք նույնիսկ այն ժամանակ, երբ ունենք Սփյուռքի նախարարություն, որի անելիքը ըստ էության այդ էր։ Սփյուռքի հետ խոսալն էր։ Բայց խոսվեց շատ տարօրինակ ձևով, շատ սխալ ձևով։ Եվ ինչ որ շահադիտական բաներից ելնելով եւ երևի որովհետեւ ձևը չգիտեին, որովհետեւ արի անկեղծ լինենք, մենք չենք ճանաչում Սփյուռք։ Մենք չենք ճանաչում Հայաստանաբնակները, էլի, երբ որ դու չես շփվել իրանց հետ, գիտես իրանց կարգին հաղորդումից, ինչ որ հումորներից, հիմա առանց շփվելու ոչ լրիվ այդ կներեք ես անծանոթների հետ չեմ ծանոթանում այդ դրամատրության մեջ նստած ենք եթե շփվենք իրական նախ այդքան ահավոր չէ այդ մարդիկ շատ վիրավորված են շատ բան են ես եղել եմ անցած տարի մի միջոցառման որտեղ 98%-ը այդ օրիգինալ Սփյուռքի ներկայացուցիչներ էին, ու այնքան տպավորվել է, որ ինձ ներկայացնում էին, ծանոթացնում էին, ու մարդը շատ ժպտալով մոտենում է ձեռքը մեկնում է, դու բարևում ես, ու հենց ինքը լսում է, որ դու արևելահայերեն ես խոսում, ուրեմն հայաստանցի ես, այդ ժպիտը սենց մարում է։ Բախի Ազիզ ջան։ Լավ աղջիկ է, հա։ Ու դա այնքան նույնիսկ վիրավորական չի, ինքը ցավալի է, որովհետև դու հասկանում, բայց այսինքն դա տևում է, հա, օքեյ, իրանց առաջի ռեակցիան քեզ դա է ու դա քո մեղքը չի անձնական։ Դե որովհետև իրանք էլ որոշակի վերաբերմունք են սպասում քեզնից, ակնկալում են, որ դու էլ ես վատ տրամադրված լինես։ Ահա, այսինքն կա ինչ-որ ստերեոտիպ, ստերեոտիպները այդ խնդիրը որն է, իրանք սովորաբար ճիշտ են լինում։ Շատ ստերեոտիպ տենդենցիաների մեջ ճիշտ են լինում։ Ահա, ստերեոտիպ ուրիշ բան, որ դու չպիտի այդ ճիշտից ելնելով ծեծես մարդկանց, բայց իրենք շատ հաճախ ճիշտ են, ու ես հասկանում եմ, որ ինքը հանդիպում է հայաստանցու, ինքը իրավունք ունի ինքը իմացին, հա, մտածի այդպեսի, բայց մի ժամ դու այդ մարդու հետ շփվում ես, վերջ կորում է դա, որովհետև նստի խոսա, մի հատ կոֆե ես խմում, վերջ։ Անցավ ընկանք ինչ-որ մի հատ ընդհանուր խոսակցության դաշտ։ Մենք այդտենց գլոբալ խոսալու խնդիր ունենք։ Ուղղակի այդ քաղաքական բան կա, այդքան մշակութային չի, ինքը քաղաքական է, որովհետև Սփյուռքը ունի իր ավանդական կուսակցությունը, որը խիստ հակադրված է հիմա հայաստանյան կուսակցություններին եւ շատ ավելի կոնսերվատիվ է, շատ ավելի քիչ ճկուն է, որովհետև ինքը իր կարիք չունի ճկուն լինելու։ Հա, իհարկե, իսկ դու կարծում ես, որ Սփյուռքում արկա կուսակցությունը կարող են նույնիսկ Հայաստանի Հանրապետության շահերին ընդդեմ լինել։ Կուսակցություններին հասկանում եմ նույնիսկ նույն կուսակցության հայկական հայաստանյան թևին չհասկանալ, որովհետև իրանք իրոք Սփյուռքում ավելի տրադիցիա տենց ավանդապաշտ են ու ավելի իրենք չեն կարող Հայաստանի Հանրապետության շահին դեմ լինել, իրանք կարան ուրիշ ձև պատկերացնեն Հայաստանի Հանրապետության շահը։ Ահա, կարծում ես հենց որ Հայաստանի Հանրապետության շահին դեմ լինեն կամ գոյությանը դեմ լինեն, նման բան չի կարա լինի։ Կամ ասենք լավ, Հայաստանի Հանրապետությունը կապեն անին տեսնելու փափագի հետ ու առանց անին ազատագրելու նպատակի Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը չպատկերացնեն։ Դե կանա այդպիսի մարդիկ կան, միանշանակ կան, թե ինչքան մարդ կգնա այդպիսի մարդկանց հետևից, իսկ թվում է շատ կախված է ժամանակներից։ Հիմա մենք ծայրահեղ ժամանակներում ենք ապրում։ Դրա համար ավելի շատ մարդ են պատկերացնում, որ գնա։ Քիչ ավելի թեթև ժամանակներում ավելի քիչ։ Հա, բայց նորից եթե ասեք ինչ որ մեկը վերակենում հայտարարում է, որպես իր այդպեսի տեսլական, որ Հայաստանի Հանրապետության գոյության իմաստը արևմտյան Վանը անին, հա, ազատագրելն է, օքեյ։ Հիմա եթե Հայաստանի Հանրապետությունը իրան նեղություն է տվել, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ինստիտուտ է։ Սփյուռքը ինստիտուտ չի, դրա համար պատասխանատվությունը մեր վրա է։ Եթե մենք մեզ նեղություն ենք տվել, այն մնացած 47 հոգուն հավաքել հետները խոսալ իրենց բացատրել թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, ինչի համար է, ինչի համար չի, իրանք չեն գնա այդ 48-րդի հետևից, որ ասում եք գնանք մակույկներով վանալիճը գրավենք, հասկանում ես։ Եթե մենք մեզ նեղություն չենք տվել, բացատրենք ու այդ մարդիկ գնում են, որտեղ այդ մարդիկ ոչ մի ուրիշ
խոսք չեն լսել բացի այդ մեկի խոսքը։ Այլ ընտրանք Ով է մեղավոր, այդ մարդը, իրանք թե մենք։ Մի խոսքով պիտի խոսանք, քիչ բզբզանք ու խոսանք իրար հետ։ Շատ խոսանք, այդ թվում ու առաջի հերթին մշակույթի միջոցով, առաջի հերթին գրականության միջոցով, լեզվի միջոցով, միջոցառումների միջոցով։ Մի քանի տարի առաջ գրքի փառատոններ, որտեղ տարբեր երկրներից սփիքերներ էին հրավիրել, այսինքն ինքը գրքի միջազգային փառատոն էր Երևանյան։ Արևմտահայերը ոչ մի սփիքեր չկար։ Երբ որ մենք ունենք արևմտահայ ստեղծվող գրականություն, օրինակ։ Ու ես չեմ կարծում որ դիտմամբ ինչ որ մտածել էին, կարանք հրավիրենք Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, բայց չենք հրավիրի, չէ, ուղղակի մտքներով չի անցել։ Իսկ պետք է որ անցնի, այդտեղա պետք որ պետությունը ինչ որ ուղղորդող դեր խաղա, ինչ որ բայց նրբորեն էլի, եթե դու դնես հայտարարես, այսու հետ մենք բարեկամ ենք Թուրքի հետ, ընկերներ։ Դու չես սիրում տենց անվագորգոր հայտարարություններ, ասում։ Ամեն ինչ պետք է նրբորեն։ Հա, ես սիրում եմ այդ բրիտանական ձևը, գիտես, չէ, ես սիրում եմ անվագորգոր հայտարարություն, կոնկրետ հարցերում, այն ինչ որ վերաբերում է մշակույթին, ինչը դանդաղ է փոխվում։ Ահա, ինքը նուրբ, ոնց որ գիտես մեզ թատերականում դերվարպետության դասախոսուհի ունեինք, որ ասում էր ձեր խոհանոցը պիտի ոչ մեկ չտենա, ոչ մեկ չպիտի իմանա, որ կուլիսները էդի կուլիսա, որովհետև այնտեղ դեկորացիա է դրած ու դու դռնից դուրս եկար, մարդը նայելուց չպիտի մտածի, որ դու գնացիր կուլիս, ինքը պիտի մտածի, որ դու դռնից դուրս եկար գնացիր այգի օրինակ։ Հասկանում ես, այդ քո պատկերացնում ենք թատրոնը հիմնականում, չէ՞։ Ու շատ կարևոր է, որ երբ որ դու լույսի տակ ես այդ բանի, դու այդ քո ներքին խոհանոցը ցույց չտաս։ Ու իմ պատկերացմամբ նույնն է մշակութային քաղաքականության հետ, մարդիկ, որոնք հռչակում են այդ քաղաքականությունը, իրենք անընդհատ այդ սաֆիտների տակ են, լույսի տակ են։ Ու այն մյուսները, որոնք այդ քաղաքականության առարկան են, որոնք այդ քաղաքականությունը կրելու են իրենց վրա, չէ՞ որ իրենք քաղաքական գործիչ չեն։ Իրանք չպիտի իմանան, որ այնտեղ կուլիս կա։ Այդպես ամեն օր լայվով տենց բացատրել։ Երբ որ դու վերես կենում հայսում ես ընկերներ, եղբայրներ կոմսոմոլ, եկեք սենց այնտեղ դու հանում ես քո կուլիսները, բան հավաքարարտիկին վարդիկին, որը կուլիսի փոշիներն է սրբում, ինչա՞ վար։ Եկեն դա կարող է ինչ-որ բացարձակ ճշմարտություն չի էլի, բայց ինքը այդ ամբողջ կախարդանքը փչացնում է, չէ՞, իսկ եթե դու գնաս թատրոն, քեզ մեխանիկան ցույց տան, էֆեկտը կորում է։ Դու կայս մի հատ այտենց ներկայացում անես, որտեղ ամբողջ մեխանիկան երևում է, ինքը մի հատ որպես ունիկալ, որպես абստրակտ կնայվի։ Բայց երբ որ դու անդադ ամիջ քանդած ամբողջ շատ լավ սովորեցի ահագին բան։ Նուրբա պետք է աշխատել, պետք է չբզբզալ ու Թուրքի հետ էլ խոսալ, շատ շնորհակալություն։ Ես գիտեմ, որ դու հիմա արևմտահայ գրականություն ես ուսումնասիրում, Սփյուռքի հետ էլ շփվում ես, ես էլ եմ տարիներ առաջ ինձ համար այդ ստերեոտիպային կարգին հաղորդում եմ, հա, Սփյուռքայից անցում կատարել իրական սփյուռքահայերի հետ շփվելուն, ինձ թվում է բոլորիս էլ չի խանգարի համենայն դեպս այդ փորձառությունը, միայն կօգնի իրար ավելի լավ հասկանալ։ Բա ու պետությունն էլ նուրբ ուղղորդողի դերում, այսինքն ուղարկում ես 3 հատ տոմս, ասում ես համեցեք մի հատ լեկցիա կարդալու, լեկցիան գալինում 20 ուսանող տեսան կարգին հաղորդումից դուրս Սփյուռքի ներկայացուցիչ, պատմեցին ամեն մեկը իր ընկերուհուն, ու այդպես չասել, որ այսուհետ մենք Սփյուռքահայերի հետ պետք է ընկերություն անենք։ Պետության ու նոր գեղագիտության օրինակ քաղաքականության մեջ այդ հրճակված, որը ես ճիշտ ասած սեղմավեպն եմ կարդացել, լրագրողները, բարի լրագրողները մեր համար բանին արել, կրճատել էին, լրիվ տեղավորվում է, այսինքն նուրբ աշխատանքը, թե հանգիստ կարաս, իհարկե, եթե էլի ուզում ես ֆեստիվալներ անես, նուրբ ու առանց արգելելու, որովհետև արգելքը ինչքան սեղմես, այնքան պայթելու է Նյուտոնի 3-րդ օրենք։ Ֆիզիկա դա բան է, որ այդ լուրջ եմ ասում, ֆիզիկա շատ բան այդքան իգնոր են անում, որ ֆիզիկան շատ ներկա է սոցիալական ամեն ինչում։ Ամեն տեղ։ Մաթեմատիկան չէ, ֆիզիկան շատ արվեստի 80%-ը ֆիզիկայով բացատրվում է, դպրոցական դասական ֆիզիկայով, քվանտային չէ։ Շատ լավ, շնորհակալություն Ժասմին։ Շնորհակալություն։ Շատ հաճելի էր
Ես լիքը բան սովորեցի, հուսով եմ դուք էլ ապրեք, որ լսեցիք մեզ, մենք կշարունակենք զրուցել Հայաստանի Հանրապետության հետ կապված հիմնական թեմաների շուրջ, փորձելով դրանք ավելի մատչելի, ավելի հասկանալի մատուցել տեղ հասցնել, ապրեք շատ լսելու համար, կհանդիպենք շուտով։ Ցտեսություն։